ռիսկ կլինի, ասել նման կանխատեսում։ Ասել, որ պատերազմ կլինի, նույնպես ես կարծում եմ այնքան էլ կարող է ճիշտ դուրս չգա նման կանխատեսում։ Այստեղ ես հիշեցի հանկարծ այն ռազմական ուրեմն դարձվածքը, որ ասում է, եթե լավ է պատրաստված պատերազմը, ապա պատերազմը ես կշրջանցի, եթե լավ է պատրաստված, ապա անպայման դատիներ։ Հիմա դուք գիտեք, ես երկար չեմ ուզում ձեր ուշադրությունը շեղել, այսինքն ժամանակը ձեր չարաշահել, բայց ես կարծում եմ, որ ապրիլի 1-ից հետո մենք կանգնած ենք որովի նոր իրողության մեջ։ Ինչու համար։ Նախ Լավրովի այցելությունը, որը կարող է լինել բախտորոշ մեզ համար, որովհետև դուք հիշում եք ամբողջ մաս մեդիան ինչ ուղղությամբ է շարժվում, եւ մենք տագնապով սպասում ենք, որ Ռուսաստանը իրոք որոշում է կայացրել, մտցնեն այստեղ զորքերներ, հողերը հանձնեն երկու, նպաստել էֆեմեր է համանում, որտեղ այդ կերպ չեմ կարող ասել ապստականների վերադարձը եւ վերջ ուրեմն քվեաբանի հարցը, ռեֆերենդումի հանրաքվեի հարցը եւ ուրեմն ստատուսի հարցը, ժամանակավոր ստատուսի հարցը, որը ես կարծում եմ կարող է մեզ համար լինել կործանարար։ Ընդհանրապես ապրիորի ես միշտ ասել եմ, սա իմ անձնական կարծիքն է, ես ինձ կարող եմ իրավունք վերապայել ասել որպես անկախ մտածող մարդ, որ եւ մադրիդյան փաստաթուղթը, սկզբունքները եւ նրանից կազանյան փաստաթուղթը մեզ համար այսօրվա քաղաքական իրավիճակի մեջ, այսօրվա ժամանակի եւ տարածության մեջ դա ընդունելի չէ, որովհետև դրանով մենք կկորցնենք այն, ինչի համար 25 տարի հայ ժողովուրդը հայկան։ Հիմա, կան արդյոք, այսպես ասած, կրվաններ, որոնցից կարճելով մենք կարող ենք չգնալ այդ բանակցություններին, ինչի մասին Միչայելոց նախագահը յուրահատություն ինձ գոնե բոլորից հայտարարեց, որ այսօր բանակցություն չի կարող լինել, քանի որ ընդհանուր ռազմական գործողություններ մենք չենք կարող բանակցել, երբ որ մյուս կողմից կրակում են։ Իրոք մենք չենք կարող բանակցել։ Բայց եթե բանակցենք, տեսեք, Լավրովի ամենալավ բանը, որ նա կարող է անել այստեղ, չգիտեմ ինչ հայկական այլին է խոսել, թե իհարկե կատակում է։ Նա է, որ մեջտեղ եկավ 94 թվականի պայմանագիր։ Սա շատ հետաքրքիր պահ է, որից մենք անմիջապես պետք է կարճենք եւ փորձենք դա իրագործել։ Ինչու համար։ Այսինքն շարժվել ելնելով դրանից։ Դուք շատ լավ գիտեք, միայն նրա համար, առաջ երկին նրա համար, որ այնտեղ կա Ղարաբաղի մասնակցություն։ Այսինքն այստեղ վերադարձ է կատարվում այդ սկզբնական ստարտային վիճակին, որ մենք եկանք ուրեմն կրակի դադարեցման հանգրվանին Ղարաբաղի հետ միասին։ Հիմա եթե դա անժամկետ է, Միչայելոց ես ժամանակին, որ այդ կնքվում էր, ասեմ պետք է խոստովանեմ, որ շատ հորատեսերել էին, այն հորատեսերել էին նրան, իսկ այդ ժամանակվա ռազմական նախարարը, պաշտպանության նախարարը վերջերս ինձ ասեց, հիշում ես դու այսպիսի բան էիր ասում, իրոք դա հայրուն յոնագիտական քայլ է։ Ես ներողություն խնդրեցի, որ դա չէի հասկացել, որ իրոք դա հայրուն յոնագիտական քայլ է, միայն եւ միայն նրա համար, որ անժամկետ է։ Եվ ինչպես նաեւ նրա համար, որ Ղարաբաղն էր այնտեղ առկա։ Սա մեկ։ Երկրորդը, կա մի շատ հետաքրքիր պահ այդ փաստաթղթի հետ կապված, որը չգիտեք ինչու անտեսվել է։ Սա է յոնագիտական դրիքում է։ Տեսեք, հիմա մենք ասում ենք Կազանյան եւ Մադրիդյան փաստաթղթերի շրջանակներում, որ պետք է լինի հանրաքվե։ Բայց մենք կարող ենք շատ հանգիստ ասել, ներողություն պարոն, ինչ հանրաքվեի մասին է խոսքը, երբ որ հանրաքվե արդեն եղել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։ Հանրաքվե, որը իրականացվել է այն ժամանակվա եւ խորհրդային եւ խորհրդային Ադրբեջան եւ դրանից հետո խորհրդային Ադրբեջանի խորհրդային միությունից դուրս գալուց հետո բոլոր սահմանադրությունների եւ օրենսդրությունների միջազգային բոլոր կանոնների համաձայն եւ ամեն
ամենահետաքրքիրը նա է, որ իմ մասնակցություն ունենալով ադրբեջանցիների, մա ինչի մասին է խոսքը, ինչ ռեֆերենդումին են կարող են գնալ, եթե ռեֆերենդում արդեն եղել եւ իրեն կամակատարությունը ժողովուրդը արդեն ունի։ Եթե ռեֆերենդում չի կարող լինել եւ ոչ մի կազանյան հաստատող եւ ընդհանրապես գլխի վրա շուռ է գալիս բոլոր տիպի հասկանում եք բանացային գործընթացները այն առումով, որ հողերը պետք է հանձնել, այնտեղ պետք է միշտ բաները արդեն իջում